Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիայի եթերում Երկրի հարցը հաղորդաշարն է։ Այսօր ես հյուրընկալել եմ ՀԱՅԱՔՎ միավորման վարչության անդամ եւ Հայաստանի ռազմարտությունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանին։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան։ Լավ եք զգում ձեզ։ Երկրից լավ չենք կարող լինել, հետեւաբար այդքան էլ չէ։ Շնորհակալություն երկրի անունից։ Դուք ղեկավարել եք Հայաստանի ռազմարտությունաբերական համալիրը, չեմ կարող ձեզ չհարցնել դրա մասին, իհարկե, եթե չգիտեք, պատասխան չեմ հակակալում։ BAT կամ այսպես, այդ անօթաչու թռչող սարքերը, որ երեք 11 միլիոն դոլարի չափով խոստացվեց Հայաստանին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի տեղակալ փոխնախագահ Վենսի կողմից։ Դրանց մասին ինչ գիտեք։ MQ-35 համալիրն է, հայտնի արդեն մի քանի տարի Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի ռազմածովային ուժերի կազմում է գտնվում, հիմնականում հենց մշակվել է նավատորմի համար եւ ծովային բարեկության համար, հետախուզական անօթաչու է, դեռևս պարազիտություն չի կրում, հիմնական առանձնահատկությունը մնացած նմանատիպ հետախուզական անօթաչուներից կայանում է ուղղայած վերթրեջքի եւ վայրեջքի, այո, եւ մի 2 տարի առաջ դեպք եղավ, որ նավաստին, որը որ պետք է բռներ օգնել վայրեջք կատարելու մատերը կտրեց, հիմա լրիվ ինքնավար վերթրեջքի եւ վայրեջքի կատարում այդ համակարգը 11 միլիոնը, որը որ խոսվեց 3, հավանաբար մեկ համակարգի մասին է խոսք գնում, կազմում 3 կամ 4 ԱԹՍ, որը իրենից մի առանձնապես մեծ բան ծավալի առումով չի ներկայացնում։ Հայտնի խոսքը ասում են զենքի լավն ու վատը չկա, կա շատն ու քիչը։ Հիմա սա շատ քիչ է իրականում եւ այն ամենը ինչ որ խոսվում է, իրականում ավելի շատ քաղաքական նշանակություն ունի, քան ռազմական տեսանկյունից, մարտավարատեխնիկական բնութագրերի տեսանկյունից շատ քիչ է առաջ, ասենք հայկական որոշ ռազմարտությունաբերական ընկերությունների վերջին նորություններից, վերջին նմուշներից, հետախուզական գաղտնիք չէ, որ շատ վաղուց վանից ունենք, ռազմական ցուցահանդեսների եւ շքերթների ժամանակ էլ է ցուցադրվում, մարտական կիրառություններ են ունեցել եւ հետախուզականների եւ մարտականների, եւ ասենք հիմնական առավելությունը սրա այն է, որ կարողանում է ուղղայած վերթրեջք եւ վայրեջք կատարել լրիվ ինքնավար ռեժիմում։ Մեկ էլ մի քիչ երկար է թռնում, քան մեր մշակածները, մի քիչ։ Եթե չեմ սխալվում 150 կիլոմետր։ Մարտական շարավիղը 100 է նշված, դա իհարկե կապի ամենալավ սարքը։ Մասով եկեք, ես հաղորդում ուրիշ հարցով կսկսեի, ուղղակի երևի մեր խոսակցությունը դրանից նաև այլ տոներով, բան կլներ։ Օրինակ Հայաստանին, այսօրվա Հայաստանին, որը խաղաղության խաչմերուկ է հայտարարված, որը ամեն ինչ անում է հարևանների հետ իբր պատերազմ չունենալու, եւ հետախուզական անօթաչու թռչող սարքերը մեր ինչին են պետք։ Մանավանդ, ասենք, ծովային բազավորման, ծովային տեղակայման հասկանալի է, որ դա սիմվոլիկ ինչ-որ ժեստ է։ Հայաստան ինչին է պետք։ Սա քաղաքական մենք ինչու պետք է դեմ պատերազմ։ Սա քաղաքական նշանակություն ունի միայն, եւ սրանով սրա քաղաքական նշանակությունը ոչ միայն դրական է, այլ նաեւ հնարավոր է նաեւ բացասական, որովհետեւ սրանով կարող է կոնգրեսի բերանը փակեն, օրինակ 907 բանաձևը ամբողջությամբ չեղարկելու մասով, այսինքն դռները բացեն նաեւ Ադրբեջանի ցանկացած այլ սպառազինություն մատակարարելու համար, եւ իրական նշանակություն սրա ռազմական նշանակությունը չկա, կարիքը չկա, որպես այդպեսին մեր տեղական ընկերությունները եւ տեխնոլոգիաներն են յուրացրել արդեն շատ վաղուց առանց GPS-ի եւ առանց ռադիոկապի թռնելու եւ հետախուզումը իրականացնելու վերադառնալու ինքնավար ռեժիմով եւ ամեն ինչ անում են, այսինքն առավելություն որպես այդպեսին շատ չնչին է։ Ուրիշ հարցը, ինչպես արդեն ասացի, սրա քաղաքական նշանակությունը առաջինը մեսիջը հայ հասարակությանը, որ տեսեք, մենք զարգացնում ենք Փաշինյանի կառավարության հետ մեր հարաբերությունները եւ քողարկված ընտրակաշառք սա կարող է նաեւ մեկնաբանվել եւ երևի թե հենց այդպես էլ կա, ինչպես խոսեցինք մեր զրույցից առաջ, հենց հարցազրույցներում եւ մամուլո ասելույցի ժամանակ մի քանի անգամ
ընտրությունների կարևորությունը Ուղղակի ակնարկադրվեց շրջանին եւ շատ կարևոր որ մենք սրա իմաստը ճիշտ հասկանանք եւ ճիշտ այսպես վերլուծենք այս ամեն ինչը, հնարավոր չէ գալ այսպեսի ժեստ անել առանց ինչ որ բան աչքի առաջ ունենալու, առանց ինչ որ բան ակնկալելու։ Մյուս կողմից գիտենք, որ Միացյալ Նահանգները այսօր Իրանի վրա մեծ ճնշում են գործադրում եւ ցանկանում են ամբողջությամբ շրջափակել Իրանը եւ ռազմական ճնշումը դարձնել մաքսիմալ, դա եւ գիտենք, որ օրինակ Հայաստանի եւ Իրանի սահմանը Իրանի միակ խաղաղ այսպես կայուն սահմանն է։ Եւ դժվար չէ պատկերացնել, որ ասենք եթե Միացյալ Նահանգները ուզենան, կարող են նախ սահմանափակել այս ԱԹՍ-ների կիրառումը այն տեղերում, որտեղ իրենք չուզեն, եւ հակառակը պնդեն, որ այս ԱԹՍ-ները կիրառվեն իրենց նպատակների համար, իրենց ձեռնտու չէ մեզ, մեր հարևաններին, մեր հարևանների հետ ցանկացած լարվածություն մեր տարածքից մեզ ձեռնտու չէ, բայց արի ու տես, որ այսօր մի վիճակում ենք, որ մեր տարածքը դարձել է լարվածության կիզակետ։ Դուք խոսեցիք Հայաստանում արտադրված ԱԹՍ-ների եւ նմանատիպ տեխնոլոգիաների ու տեխնիկաների մասին, ուղղակի հիմա հիշեցի, եթե չեմ սխալվում, մենք մի անգամ բավական լուրջ ցուցահանդես էինք ուղարկել Ռուսաստան ու չվերադարձավ։ Չէ, Ռուսաստան չէ։ Ներողություն, ուր եք Արաբական Միացյալ Էմիրությունները գնում ցուցանմուշները, դրա ճակատագրի։ Դրա վերադարձան, ցուցանմուշները վերադարձան կազմում 2024 թվականին։ Եվ մոտապես 3 տարի պատանդարված էին իրականում, ասենք, չասենք պատանդարված, բայց այնտեղ պահեստում դրված էին եւ կամ ուշադիր հետազոտվում։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում ցանկություն է եղել դրանք ուշադիր հետազոտելու, որովհետեւ իմ տեղեկությունները ուղարկվել էին ոչ թե մակետներ, հա, ցուցահանդեսային նմուշներ, այլ հենց արտադրական նմուշներ, որը շատ վատ է իհարկե։ Ես ինքս եղել եմ այդ ցուցահանդեսին որպես մասնավոր այցելու 21 թվականի փետրվարն էր։ Եվ իհարկե մեր տաղավարի դատարկ տեսքը շատ այսպես հիասթափեցնող էր, մանավանդ որ դրա նախորդը 2019-ի փետրվարին հիշեցնենք մեր դիտողների եւ ունկնդիրներին, թող գնան նաեւ նայեն, մենք ներկայացված ենք ոչ միայն ցուցադրությամբ, այլ մեր զինված ուժերի պատվո պահակախմբով, նվագախմբով եւ նաեւ երևանյան թմբկահարներ, պես անսամբլներ այնտեղ ներկայացված, որը ֆուրոր էր առաջացրել, BBC-ները անդրադարձել, CNN-ը եւ այլն նշում են, որ Հայաստանը կարող է դեռ ռազմարտունաբերության ոլորտում համաշխարհային գիգանտ չի, բայց ինչ վերաբերում է ռազմական ներկայացմանը, քայլքին, նվագին եւ այլն, հաստատ մեծ ուժ է, մեծ հզորություն է, որտեղ շեյխերը իրեն ձեռքերով ծափ էին տալիս ամեն դեպքում, ասենք, հա։ Հասկանալի է։ Հիմա տեսեք, Հայաստանի ռազմարտունաբերության պոտենցիալը, եթե գնահատելու լինենք ոչ միայն քաղաքական տեսանկյունից, ասենք փոքր Հայաստան, փոքր պոտենցիալ, այլ ընդհանրապես համաշխարհային մակարդակում, միջազգային շուկաներում ներկայացվելու հեռանկարով եւ այլն, ինչ վիճակում է։ Նկատի ունեմ, որ վերջին տարիներին տնտեսական դժվարությունների ու քաղաքական ինչ-որ կոնյունկտուրային պատճառներով շատ մասնագետներ երկրից դուրս եկան, ֆինանսավորումն է պակասել, բնականաբար 44-օրյա պատերազմից հետո նաև բանակի հետ կատարվող չարեփոխումներ, լավ դուք ասացիք այդ բառը, ուզում եմ ասել փոփոխությունները, այնուամենայնիվ պետք է իր անդրադարձը ունենային։ Իհարկե, եթե դատենք իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով, ապա ամեն ինչ լավ է, բայց խոսքը, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես ասում են, ինչի ամեն ինչ այսքան վատ։ Հա, եւ վատ է նաեւ դատելով, ասենք, այս կառավարության, այս վարչախմբի ներկայացած կատարողականից։ Օրինակ 23-ից 25 թվականների համար ներկայացնում են, որ ընդհանուր 171 միլիարդ դրամի պայմանագրեր են կնքել սերիական արտադրության, բայց միևնույն ժամանակ թերակատարում են ռազմարտունաբերության զարգացման բյուջեն, անշեղորեն թերակատարում են։ Եվ ոչ միայն թերակատարում են բյուջեն, եթե նախորդ տարիների համար այդ բյուջեն աճում է ճիշտ մնալով թերակատարված,
26 թվականի համար այդ բյուջեն արդեն պակասել է։ 5.7 միլիարդ դրամ էր նախատեսված 2025-ի համար, իհարկե կատարել են 2.4-ը, հա, մոտավորապես 40% է կատարողականը, 26 թվականի համար արդեն նախատեսված է 4.9 է։ Եթե ուշադիր նայենք թվերին, հատուկ գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքների համար, որը նշանակում է պարզ խոսքով ասած նոր նմուշների մշակում, հա, սպառողջության ռազմական տեխնիկայի, եկել է այն մակարդակի, որը 2019 թվականի ծախսն է։ Պետք է ամսական այդքան լիներ։ Այսինքն ամեն ամիս պետք է ծախսեինք այնքան, որ կարողանայինք չեզոքացնել կամ գոնե նվազեցնել մեր հակառակորդների թշնամի պետությունների հետ տեխնոլոգիական խզվածքը, սպառազինությունների համալրման մակարդակը, պաշարներ կուտակենք եւ այլն։ Միևնույն ժամանակ, ասենք, նույն սերիական արտադրության բյուջեն է նաև նվազել 171-ից նվազել է 150, այսինքն 21 միլիարդ դրամի նվազում ունենք հաջորդող 3 տարի համար, 26-ից 28-ի համար, բայց գիտենք նաև որ հումքն է թանկացել, աշխատուժն է թանկացել, ինֆլյացիա գոյություն ունի, սպառազինության մրցավազք, որը նաև նշանակում է, որ երկրները պաշարներ են կուտակում, բաղադրամասեր դժվար է արդեն ճարվում եւ այլն, հա։ Եվ դա նշանակում է, որ 150 միլիարդով շատ ավելի քիչ են արտադրելու, եթե նույնիսկ ամբողջը իրացվի, քանի 171-ով արտադրել են նախորդող 3 տարիների համար։ Ակնհայտ է հետընթացը։ Ակնհայտ է, միշտեր ասենք նույնիսկ կառավարության անդամները տարատեսակ առիթներով ասում են, որ մենք գիտենք զարգացնում ենք եւ այլն եւ այլն։ Դե ես պատկերացնում եմ, երբ որ նրանք ասում են զարգացնում ենք, դա իրենց, ասենք, պարգևաճորեն արդարացնելու համար է։ Օրինակ։ Դե ես չգիտեմ, օրինակ մենք որպես հանրություն, հասարակություն ինչի ենք ընդունում, ասենք բտանախարարի պաշտոնավարել է, եթե նա իր 2025-ի բյուջեն կատարել է, ասենք լավագույն դեպքում 30%-ով։ Այս փոխարենը ասում է, որ Հայաստանի YouTube օգտատերերը արդեն ուրախալի լուր ունեն, Հայաստանում YouTube-ը պետք է մոնետարիզացվի։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետ ոչ մի կապ չունի։ Ոնց կապ չունի, բայց համակարգչում են դա անում։ Դե պաշտոնապես իրենք թվայնացման պատասխանատունել են, հա, բայց օրինակ 2025-ին թերակատարել են նաև թվայնացման զարգացման բյուջեն։ Հասկանալի է, ես ամեն ինչ ասում եմ իրավիճակի սարկազմը, որ մեր հերոստատիտողը պատկերացնի։ Ես չեմ կարող ձեզ նաև չհարցնել ընդհանրապես Հայաստանի սպառազինությունների որակի, քանակի, աշխարհագրության, հա, ձեռքբերման աշխարհագրության մասին, ինչի, որովհետև շատ է խոսվում, ժամանակին խոսում էր 80-ականների զենքի մասին։ Հետո խոսվեց ռուսական զենքի մասին, բայց արդեն ՀՊԿ-ի, այսպես ասենք, բացասական լույսի ներքո, որ ՀՊԿ-ն օրինակ չլիներ, մեզ չգիտեմ, այս վիբատ անօթաչու թռչող սարքերը երևի սրանից 20 տարի առաջ տային, երևի կամ ընդող չեմ անում հատկական ինչ-որ սպառազինություն կամ չեխական կամ չգիտեմ էլ որտեղից են բերում։ Իրոք կար խոչընդոտ, որ ՀՊԿ անդամ լինելով Հայաստանը չէր կարող ուրիշ աղբյուրներից սպառազինություն ձեռք բերել։ Դե դա շատ են մանիպուլացնում եւ հաճույքով են մանիպուլացնում իհարկե, բայց նաեւ այս վերջերս եղան նաեւ շատ բարձր մակարդակով հերքումներ։ Ես ինքս իմ կողմից կարող եմ դա հերքել, դա բացարձակ ստախոսություն է, որ ՀԱՊԿ անդամ լինելը խանգարել է մեզ զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը հենց թեկուզ ՆԱՏՕ անդամ երկրների հետ եւ ավելին ասեմ, հա, նույն Միացյալ Նահանգները դեռևս 2000-ականների սկզբին մեզ մատակարարել են կապի համակարգեր Հարիս ընկերության, որոնք իրենցն էին, այսինքն իրենք տվել են մեզ իրենց այն ժամանակվա ամենալավը։ ՀԱՊԿ անդամ լինելը ընդհանրապես չի խանգարել։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք 94 թվականից։ Եվ ընդհանրապես ասած ՀԱՊԿ անդամ լինելը երբևէ չի մատնանշվել մեր գործընկերների կողմից, լինեն դա չինացիները, հնդիկները կամ եվրոպացիները, որպես անհաղթահարելի խոչընդոտ մատակարարների։ Հիշեցնենք մեր ունկնդիրներին եւ դիտողներին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրի հետ Լեհաստանի եւ Հունաստանի Հայաստան ուներ բավականին այսպես լայն եւ չասենք լայն, բայց զարգացող համագործակցություն։ Բացի դրանից Հունաստանը այսպես հայտարարված դեսպանն էր ՆԱՏՕ-ում Հայաստան։ Իհարկե, Հունաստանի հետ ունեինք ԼՏՊ երկալ համատեղ ընկերությունը, որը լազերային տեխնիկայի առաջատար էր, եւ որը այս կառավարությունը բարեհաջող կերպով լուծարեց, փաստացի Հայաստան հայկական բաժնի մասի տիրոջը լազերային տեխնիկա փակbaşıtական ընկերությունը լուծարվել է։
եւ լեհական Լյուբավա ընկերությունը, որը 2014 թվականից եկել է եւ արտադրություններ ձեռնարկել Հայաստանում, նույնիսկ կառավարությունը բարեհաջող կերպով դադարեցրեց համագործակցությունը։ Այսինքն մենք այստեղ ունենք խոսքերի եւ գործերի խիստ անհամապատասխանություն։ Այսօր էլ ասում լավ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք զարգացնում, հա, լիքը զենքեր բերեցին, ցույց տվեցին, ցուցադրեցին, բայց ոչ ընդ որում ցույց չտվեցին այն առաջինը, որը որ դեռևս 2018-ի սկզբին էր պայմանավորվել, հա, հնդկական հակառակարանային ռադարներ, որ եկել են ամենաառաջինը 2020-ի դեկտեմբերին։ Եվ նաև, ասենք, տարատեսակ պաշտոնյաներ, ընդ որում ամենաբարձր մակարդակով, այսօր գլուխ են գնում, որ մենք գործարանային արտադրության հրետանային միջոցներ ենք արել, եւ այնպեսի մի բանի անուն են տալիս, D30, հա, որը լրիվ հնացած ինչ-որ մի համակարգ է, թեկուզ նոր է լինի, բայց միևնույն է, արդեն քարշակվող հրետանին փոքր տրամաչափի արդեն հնացել է։ Հա, ամերիկյան ծովային հետևակը ունի քարշակվող հրետանի, հա, որը որ մեծ տրամաչափի է կամ նույնիսկ փոքր տրամաչափի, բայց այդ իրենք կարողանում են ուղղաթիռներով կամ ինքնաթիռներով դատեղ հասցնել։ Եվ իրենց համար ընդհանրապես խնդիր չկա դոմինացիայի, հա, գերիշխանության։ Հա, եւ դա ընդհանրապես ասած ընդհանրապես քրակային աջակցություն է, հիմնական գործը անում են վերևից։ Մեր պարագայում, երբ չունենք ռազմավարական խորհրդություն ընդհանրապես, հա, եւ չունենք այսպես մատակարարումների անընդհատության գոնե նշույլ անգամ, գիտենք, երբ սրվում է մեր մոտ վիճակը, ճանապարհները անմիջապես փակվում են, հա։ Մենք պետք է հույսներս դնենք մեր վրա իրականում եւ մեր ռազմարտունաբերությունը պետք է աշխատի ինքնաբավության հասնելու տրամաբանության, ոչ թե բերենք ինչքան կարող ենք, որտեղից ինչ կարող ենք, բայց հետո չիմանանք թե ոնց ենք ապահովելու զինամթերքը, ոնց, այո։ Իսկ գիտենք նաև որ, ասենք զինամթերքը արտադրող գործարան այսօր կա, որը պարտքի մեջ խրված է։ Քիչ առաջ ասեցիք զենքի լավ վատը չի լինում, զենքի շատ քիչ է, որովհետև նույնիսկ քարշակվող, հա, հրետանային D30-ները Արցախյան 44-րդ պատերազմի ժամանակ ված չկատարեցին իրենց գործը, հրետանավորները չեն կատարել իրենց գործը, այո։ Հա, հրետանավորները լավ կատարեցին իրենց գործը, ոչ թե հրետանին, էլի։ Հասկանալի է, ուզում ասեմ, այդ ցանկացած ռազմատեխնիկա, ցանկացած զենք հմուտ օգտագործման դեպքում կարող է լուրջ արդյունքներ ցույց տալ։ Ես մի ուրիշ բան եմ ուզում հարցնել։ Սովորական հրաձգային զենքի, բանակի սովորական հրաձգային զենքի փամփուշտների մատակարարումը կամ արտադրությունը։ Ես գիտեմ, որ Հայաստանում կա փամփուշտների գործարան, բայց գործարանը չի աշխատում։ Ուրեմն, այսինքն չկա ընդհանրապես արդեն այդ գործարանը։ Ես գիտեմ չի աշխատում։ Իմ ունեցած տեղեկություններով այն սարքավորումը, որ 90-ականների սկզբին բերվեց խորհրդային մի նախկին հանրապետությունից, շատ այսպես ծանր ճանապարհներով, դե պատկերացեք, ասենք պատերազմ էր ընթանում հարևան Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր ընթանում եւ այդ ամեն ինչը բերել հասցնելը իրականում հերոսություն էր։ Այդ գործարանը 2000-ականների կեսերին մասնավորեցվել է եւ փակվել։ Իսկեն փամփուշտ Հայաստանում 2005 թվականից այսքան չի արտադրվում։ Արտադրվում էր նաեւ նույնիսկ հրապատիճը, էլի ես մարդկանց եմ ճանաչում, անձամբ տեսել եմ, գիտեմ, գնացել եմ գործի բերումով, պաշտոնի բերումով այնտեղ որտեղ այդ հրապատիճների արտադրության տեղակայված էր, փուլ էր եկել։ Էլի մասնավորությունից հետո Դիմիջելից մասնագետներն ասում են, որ հրապատիճի արտադրությունը փամփուշտի արտադրության մեջ ամենակարևորագույն օղակներից մեկն է, որովհետև լուրջ քիմիական ներդրում է քիմիական արդյունաբերությունը եւ ամենավտանգավորն է, այո, ոչ միայն կյանք, այսպես ասենք, ֆիզիկական վտանգն է, այլև ինքը էկոլոգիական ու դրա համար բավական լուրջ սարքավորումները պետք բավական լուրջ միջավայրի պետք բավական պաշտպանված միջավայր ապահովության լուրջ միջոցներ, բայց պետք է ասենք նաև որ 90-ականներին ասենք մենք ունենք լավ զարգացող ռազմարտունաբերություն, ես ինքս իմ ռազմարտունաբերական պորտը կտրվել է դեռ 94 թվականին, երբ որ ես ուսանող էի 3-րդ կուրսի, գնացել եմ աշխատել եմ ռազմական գործարան որպես հենց զենքի սպառողության հենց նախագծող ինժեներ եւ մենք ունենք եւ հրետանային դաշտային հրետանային միջոցներ եւ հրաձգային զենք եւ փամփուշտներ իհարկե եւ այլն եւ հրթիռներ փորձարկվել են դրանք ամեն ինչը հասել է ինչ որ մի հասունության աստիճան եւ բարեվճող կերպով կողպեքը դրվել է վրան, հա, որովհետեւ այն ժամանակ համարվում էր իհարկե եւ այսօր դեռևս քաղաքական ասպարեզում գործ ունեցող մարդիկ ինչ որ չափով դրանում մեղավոր են։ Ամեն դեպքում տնտեսությունը այն ժամանակ դեռ չուներ այն կառուցվածքը, որ կարողանար բավարար չափով հումք ապահովել դրա համար։ Եթե միջով սրանից 3-4 տարի առաջ կարելի էր նույն
օրինակի համար եմ ասում, փամփուշտների արտադրության մասին, նույնիսկ չխոսել չմտածել, բայց հիմա գիտենք, քանի որ տեսեք ռուս-ուկրաինական պատերազմը կա, Մերձավոր Արևելքում պատերազմական դրություն է անընդհատ, բան, այսինքն ամբողջ աշխարհը հիմա մեծ քանակությամբ հրաձգային զենք է օգտագործում եւ մեծ քանակությամբ փամփուշտ է սպառում։ Աստված մի արասի, եթե Հայաստանը դրա կարիքն ունի, նախ ես չեմ պատկերացնում, թե որտեղից կարելի է օպերատիվորեն այդ պաշարները լրացնել։ Հնարավոր չէ, ուղղակի կարելի ասել։ Լավ, համաձայն։ Այդ դեպքում նույնիսկ դրա պայմաններում Հայաստանում նույն արդյունաբերություն չունենալը, մանավանդ որ ամբողջ աշխարհում կա փամփուշտի, այսպես ասենք, կարիք, հա։ Օրինակ ես գիտեմ, ասենք, Ռուսաստանից կամ տարբեր երկրներից Հայաստան վարոդ չի մտնում։ Որովհետև այդ վարոդի գործարանները դադարել են արտադրել այն վարոդը, որ Հայաստան է գալիս, նկատի ունեմ քաղաքացիական զենքերի։ Իրականում այդքան էլ այդպես չի, որովհետև նույն մեր քաղաքացիական հրաձգարանները կարողացել են քաղաքացիական փամփուշտներ ներկրել։ Հա, դա վերջնական արտադրանքն է արդեն, դա պատերազմի ժամանակ չես գնա կրակես ոսորտական փամփուշտներով։ Մյուս կողմից իհարկե այսօր շատ ճիշտ է, ինչ կարողանում ես պետք է արտադրես ինքնաբավության հասնելու համար։ Ոչ միայն ինքնաբավության, այլ նաև արտահանելու, այդ շուկայում փոքր թեկուզ 0.100-ական ինչ-որ տոկոսներով ներկայություն ունենալու, որովհետև դա նաև արդեն կոնտրակցիաներն է, չէ՞ բերում։ Այդ էլ հետ է, բայց ես ավելի վատ բան ասեմ։ Հա, տեսեք, դեռևս 2019 թվականին, ավելի շուտ նույնիսկ 1 տարի առաջ, մեր տեղական ընկերություններից մեկը, որ այն ժամանակ դեռ ռազմարտությունաբերական չէր, այ ինքը ցամաքային թրթուրավոր դրոներ արտադրել, մշակել, որը ոչ միտեղ չհասավ, որը 2020 թվականին, ասենք, պայմանագիր այդ ընկերության ձեռքից հետ վերցրեցին, եւ այդ ընկերությունը ստիպված է այսօր բարերարների միջոցներով խելքի բերել, վերջնական հասուն վիճակի բերել այդ դրոնը, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ նույն ռուս-ուկրաինական ճակատում եւ մնացած հարցերում, այո, կոնկրետ հարցեր լուծում, տրանսպորտային, մարտական, վիրավորների դուրս բերման, սննդամթերքի, ռազմամթերքի հասցնելու։ Դե տրանսպորտայինը տեղ հասավ իրականում 2022-ի մարտին ցուցադրվեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած 3-րդ արմատեկին, հա, բայց մարտականը դեռևս նախանամուշի տեսքով է, պետական հոգացություն չկա։ Եվ այստեղ գալիս ենք ինչին, գալիս ենք դրան, որ պետությունը լինելով այս ոլորտում պաստացի մենաշնորհ գնորդ, ինքը պետք է ակտիվ նաև պատվիրատու հանդիսանա, այսինքն ռազմատեխնիկական քաղաքականության կամ ռազմարտությունաբերական քաղաքականություն ինքը պետք է ակտիվ կերպով առաջ տանի, բայց տեսնում ենք, որ լրիվ հակառակն է։ Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմները թեև վատ բան են, իհարկե պատերազմները, անխոս, պատերազմները միշտ տեխնոլոգիական զարգացման համար լավ ցատկահարթակ են։ Այո։ Առաջին համաշխարհային պատերազմում Մաքսիմ գնդացիրներ ամենաուժեղ զենքը, հիմա ամենաուժեղ զենքը արդեն անօթաչու սարքերն են եւ այլն, այսինքն պրոգրեսը պատերազմները իրենց հետ բերում են այդ պրոգրեսը, տեխնոլոգիական պրոգրեսը, ու ամբողջ աշխարհում սպառազինությունների մրցավազք իր դասական իմաստով, որ ասենք մենք նկատի ունենք սովետական միություն եւ արևմտյան աշխարհ, որպես այդպեսին այդ սպառազինությունների մրցավազքը չկա, բայց այնուամենայնիվ սպառազինությունների մրցավազք, այսպես ասենք, ենթատեքստում ֆոնին տեխնոլոգիական հարցության վրա կա։ Օրինակ, ասենք, ես չեմ իմանում, էլ ասենք, չասեմ ուրախանում եմ, հրճվում եմ կամ չեմ անում, հպարտանում եմ, որ մարդկությունը կարող է այդպիսի բաներ ստեղծել, բայց օրինակ արդեն այսօր տակտիկական նշանակության միջուկային զենքը կարծես ակտուալ չի, որովհետև Ռուսաստանն օրինակ Արեշնիկ ունի։ Հարցը լուծեց միանգամից վերջացավ։ Բացի դրանից, մեր հարևանությամբ Ադրբեջանը էլ հրետանային արկեր է արտադրում թե նախկին սովետական կալիբրների, թե այսօրվա արդեն ՆԱՏՕ-ի կալիբրների 152-154 մմ, եթե չեմ սխալվում, դրանք են, չէ՞։ Միլիմետրերի տարբերությամբ, բայց երկու ստանդարտների, որովհետև ինքը ունի այդ զենքերը ու հույսը դնում է իր ներքին արտադրության վրա, որ պետք է այդ ժամանակ կարողանա գոնե իր ներքին ծախսերը, իր ներքին պահանջմունքները բավարարել։ Իսկ Հայաստանը կարծես բանը, հա, զրահները վրեքներից հանել ենք, ասում ենք մեր հզորությունը մեր թուլության մեջ է, մեր անպաշտպանության մեջ է։ Այնքան էլ այդպես չէ, որտեղ մենք ունենք գործարանները իհարկե մասնավորների միջոցներով կառուցված։ Այ եւ
դժվար կարելի է գտնել այսօր մի գործարան, որտեղ պետությունը ներդրում է արել վերջին 5 տարիների ընթացքում, հիմնականում մասնավոր ընկերություններն են, որոնք որ կարողացել են իրենց կൂട്ടակած շահույթի կամ ներդրողների կապիտալի միջոցով դնել նոր արտադրություններ, յուրացնել նոր տեխնոլոգիաներ։ Բայց դուք շատ ճիշտ եք, այո, տեխնոլոգիական հարթության մեջ սպառազինությունների մրցավազքը գնում է, շատ մեծ պետություններ իրենց տեխնոլոգիական know-how-ն ատամներով պաշտպանում են ու չօգտվել դրանից կամ թեկուզ չփորձել նմանակել, չօգտվել մեր ճարտարագետների, մեր գիտնականների կարողություններից, դա առնվազն հանցագործություն է։ Դուք խոսեցիք մասնավորի մասին, այսինքն կարևորեցիք, իհարկե կարևոր է մասնավորի ներկայությունը այդ ոլորտում, բայց շատ մասնագետներ, պատմաբաններ, ռազմական փորձագետներ ասում են, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գերմանիան լինելով սկզբնական ստարտային վիճակում ավելի տեխնոլոգիապես զարգացած, պարտվեց Խորհրդային Միությանը միայն, այսինքն ոչ թե միայն, հիմնականում նաև այն պատճառով, որ Սովետական Միությունը պետության մակարդակով էր կազմակերպում ռազմաարդյունաբերությունը, ոչ թե մասնավորի։ Օրինակ ասենք MiG կամ, չգիտեմ, այլ տեսակի ինքնաթիռները պատվիրում էր պետությունը ու կատարում էր այդ պատվերը պետական գործարանը։ Իսկ Գերմանիայում պատվիրում էր պետությունը, պետք է կատարեր օրինակ Messerschmitt-ը կամ Henkel-ի գործարանը, ու նրանք իրենց ինչ-որ տնտեսական հաշվարկներից ելնելով եւ այլն փորձում են այդ ամեն ինչը դնել սփռոցի տակ, արդյունքում եղավ այն ինչ-որ եղավ։ Երբ որ մտնում ես համաշխարհային պատերազմի մեջ, ինչարից պետք է նաև հաշվի առնենք, որ երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց մենք դրա մեջ ենք։ Մենք դրա մեջ ենք եւ կիզակետերից մեկում ենք հիմա գտնվում։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ձեռներից եկածը սանենք։ Ամեն ինչ։ Չպետք է հետ կանգնենք եւ սպասենք, որ մեզ ինչ-որ մեկը կպաշտպանի։ Իմիջիալոց ասենք նույն Տրամպը այս վերջերս իր ուղերձներից մեկում ասեց, որ մենք օգնելու ենք միայն այն պետություններին, որոնք իրենց գլխի ճարը փորձում են իրենց տեսնել, որոնք ուժեղ են կամ ուզում են ուժեղ լինել։ Մենք բառացիորեն կրկնում, ասում ենք ամերիկյան ռազմական տեխնիկան եւ տեխնոլոգիաները տալու ենք այն պետություններին, որոնք չեն զլանում իրենց պաշտպանությունը կազմակերպել։ Հիմա մենք Հայաստանը, որպես այդպեսին դիվանագիտական եւ պատերազմի առումով դարձել ենք օբյեկտ։ Սուբյեկտայինությունը կորցրել ենք իրականում։ Մենք մեր պարտությունը չենք կարողանում մարսել, մենք չենք կարողանում վերականգնել մեր հաղթական կեցվածքը, միշտ պետք է անենք լրիվ հակառակը։ Պետք է ստեղծենք հանրային համերաշխության այնպիսի մթնոլորտ, որ հաղթելը եւ հաղթական լինելը լինի ոնց որ ազգային շահերի ցուցակում պետք է լինի ամենավերևում, եւ կարողանանք դրա շուրջ եւ համախմբվել եւ վերականգնել մեր հզորությունը եւ վերականգնել մեր արժանապատվությունը։ Բացի դրանից պետությանը նորից վերադարձնել հարաբերությունների դաշտ, որովհետեւ ամենամեծ պատվիրատուն ամենի դեպս թե տեխնոլոգիաների, թե սպառազինությունների, խոսքը սառնարանի մասին չէ, այլ սառնարանային տեխնոլոգիաների կամ նույն ԱԹՍ-ի մասին չէ, ցանկացած մասնավոր կարող է դա արտադրել, բայց պետությունը ինքը պետք է պատվերնիչեցնի, որովհետեւ փողը պետության ձեռքին է։ Ամեն մեկը չի որ կուզենա իր փողը ռազմաարդյունաբերության մեջ դնել, չիմանալով թե երբ դա կօգտագործի դրանց դիվիդենդները երբ կգա, չէ՞։ Դե իհարկե, այստեղ կարևորը որպեսի մասնավորը որ ներդրում է կատարում, ունենա այսպես երաշխավորված պատվերի գոնե գաղափար, թե ինչքան մոտավորապես ուր կարող է հասնել տեսագիտական այդ անգլերեն ասած break even, հա, որտեղ զրոյական շահութաբերություն, բայց ավելի շուտ զրոյական վնասաբերության, որտեղ կարող է հասնել։ Մեր մոտ այսօրվա իշխանությունը ընդհանրապես դրա մասի պատկերացում չունի, ավելին այն մարդիկ, ովքեր նստած են այդ ինդուստրիայի գլխին, ոչ այդ ինդուստրիայի մասնագետ են, ոչ էլ ցանկություն ունեն լուրջ զբաղվելու այդ ինդուստրիայով, ոչ էլ երազանք ունեն այդտեղ։ Այո, իրենք երազանք ունեն իրենց նախարարական կամ չգիտեմ ինչ կաբինետներից դուրս շատ ավելի գրավիչ բաների կողք գնան կանգնեն։ Իրենց խոսքերն են մեջ բերում, հա։ Բայց մենք չենք կարող այդպես անել։ Իրականում բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ ունեն կային եւ ազգային պետության զարգացման հեռանկար կամ նպատակ, պետք է լրիվ հակառակ անեն։ Իրենք պետք է մոբիլիզացնեն պետության ուժերը եւ պետությունը ասելով ոչ միայն այսօր պետական սեփականություն հանդիսացող կարողությունները, այլ նաեւ մոբիլիզացնեն սփյուռքին, մոբիլիզացնեն մեր տեղական կապիտալը եւ կարողանան այնպես անել, որ գրավիչ դարձնեն հենց ռազմաարդյունաբերությունը, իմիջիալից որտեղ, այդ է նայենք համաշխարհային շուկայում շահութաբերության տոկոսները ոչ թե 5-10 են կամ 15-20, ամենաշատ տոկոսներն ՊՏՏ, այլ 1 կամ 2 զրոյել հետևից ավելացրեց։ Հա տեխնոլոգիաներ կան, որոնք կարողանում են իրենց ներդրումը 100-պատիկ կամ 1000-պատիկ հետ բերել։ Շատ լավ։ Շնորհակալություն ձեզ, պարոն Քերոբյան, մեր հաղորդումը ավարտվեց, ցավոք սրտի, ես կուզեի նաև խոսեինք
տեխնոլոգիաների, ռազմական տեխնոլոգիաների եւ ընդհանրապես ռազմարտունաբերության նշանակության մասին քաղաքացիական տնտեսության մեջ, բայց թող դա մեր հաջորդ հանդիպմանը։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հատկացած ժամանակն ավարտվեց, իմ հյուրը Ավետիք Քերոբյանն էր, Հայաստանի ռազմարտունաբերության նախկին ղեկավարը եւ Հայ ԱՔՎ միավորման վարչության անդամ։ Մինչեւ նոր հանդիպում։